զայս կամարա, բուրվարի մինչև անգամ համադան։ Այդ վանքի ծուխը 3000 ընտանիք դենց կարելի է հավատալ, քանի որ դա եղել է առաքելական եկեղեցի, առաքելական բանկ, եւ Փերիայի եւ Բուրվարի շրջանի ժողովուրդը լրիվ էր առաքելական եկեղեցու համայնքներին են պատկանում, համայնքների անդամ են։ Եվ այդ իմը վրա կարելի ասել, որ 1000 ջրպի բանկը ունեցել է 3000 ընտանիք, այսինքն ծուխ։ 1000 ջրի ժողովուրդը մեկի սուղ ապրի, քանի որ իրանց դաշտավայրը շատ չորություն է քաշել, չոր, հետ չունի, սարավն էլ շատ անգամ չորեղեն տարում ցամաքել է։ Այնտեղ պատմության մեջ էլ տված է, շատ է պատել էր մինչև 7 տարի չորեղեն այլ է, դեպքեր ժողովուրդը ինչ պիտի անի։ Այդ տեսակետով Զարջուրի ժողովուրդը մի քիչ բան են, սոցիալական հարցերով մի քիչ ուրիշների համեմատ խեղճ են ապրել, բայց ևս կիրճ ժողովուրդ են, լավ ժողովուրդ են։ Եվ Զարջուրի ունեն մի հատ մականուն, մոմե սղոց։ Մոմե սղոց ասելով, այսինքն մարդի հետ այդ թշնամությունն են այնպես կանեն, որ չես հասկանում, մեկ էլ մի քանի օրից այդ ցենք կա։ Ժողովրդական մսենց ասացված կա։ Ասում մեկն անցնում էր, տեսնում էր մեկը պայեստի դուրը սղոցով կտրում է։ Սովետ ինչ ասում, ասավ սա զամանում, ասավ բա ցեն չունի, ասավ ցեն առավոտը կա։ Եվ ես Զարջուրի ծուխը փածը, մի ամսից հետա ցենը կալի։ Դրա համար ասում եմ մոմե սղոց։ Շատ դանդաղ խոսող, հանգիստ, բայց ձերը կրոնամոլ են, շատ կրոնամոլ են։ Այմար չես հասկանում։ Ջուղը հարցնում ես տերտեր որտեղից է Զարջուրի։ Կասես խոր վիրապ հարցնում ես Զարջուրի։ Ես ավշար հարցնում ես Զարջուրի։ Կասես օկտեմբերն հարցնում ես տերտերը Զարջուրի։ Աշտարակ հարցնում ես Զարջուրի։ Այ էժմիածին է Զարջուրի։ Այդպես լեյնական տերտերնով է Զարջուրի, այդպես կիրովական տերտերնով է Զարջուրի։ Դա երևի ինձ այդ ինքից էլ գալիս է։ Այդ հոգևոր կենտրոնը, որ եղել է Զարջուրություն, հենց տենց էլ ներշնչվել են ու տենց էլ իթում է։ Լավ ժողովուրդ են, աշխատասեր ժողովուրդ են, ընդունակ ժողովուրդ են, փափուգել են, շատ փափուգ են։ Ցավոք, այդպես ողային տարածությունները այնքան լավ չեն, որ կարողանան ժողովուրդը իրանց աշխատանքով կարողանան իրանց ապահովել, այդ պակաս։ Բանել, Խոգյանն էլ ունի իր մականունը, Լալը Խոգունյան ասում, խոյեցիներ են տանրապես ընց Հայաստանում էլ մեկ լալիկ են խոսում, չեմ գիտեք թե չէ, որտեղ որ Խոգյանցիկ ավեմ հետս հավա խոսում։ Սանգվարանցու մականունը լետա մոլլայ Սանգվարանի, այսինք մեկի ճիշտ է, քանի որ ընց այդ որ ասի թաղճեք են գիր կավու չեմ դե ինչ կա ընց այդ էլ վգավում է հետ։ Մոլլայ այսինքը գրակետ մարդ։ Դել էտ ուրիշ, շուրիշկանն ամն, նո։ Շուրիշկանն հրճակավոր գյուղ է, բայց մի քիչ ուրիշ նոան է։ Շուրիշկանը այդ ավետարանը, հրճակավոր ավետարանը, Իշինորի հրճակավոր ավետարանը, Շուրիշկանը դարձել է հրճակավոր գյուղ։ Ոչ թե մենակ Իրանի տարբեր հայկական վայրերից, ինչ անգամ պարսիկները, թուրքերը, այլ Հնդկաստանից, Հնդկաչինի շրջանի մինչև Ավստրալիա։ Այս կողից արևմուտքից էլ Բեյրութից, Սուրիայից, Իրաքից, բոլոր հայկական կաղոթներից գալիս են Շուրիշկան ավետարանի ուխտի եւ իրանց փափագին հասնում են, ես տենց եմ լսել, տենց էլ ասում եմ։ Իրանց նպատակին, իրանց բարի նպատակին հասնում են։ Փրկարար, որպես փրկարար ավետարան։ Բայց ցավոք մի բան ես ճիշտ չեմ հավարում, գուցե ճիշտ է, բայց ես ճիշտ չեմ հավարում։ Շուրիշկանում օրական 3 հատ ոչխար է մորթվել, որպես մատաղ այդ գյուղի ավետարանի համար։ Մի բան էր, ամար ժամանակ խումբերով 30 տունվոր, 40 տունվոր, 50 տունվոր, որվարուց, չարմալուց գալիս են։
Կարսին ուխտի մեկ օր երկու շուրիշկան մնում էին, այդ մատաղներն անում էին, դուրքին տալի, նվերին տալի, ամեն բան տալսին, բայց տակ բան չկար։ Չկար, ոչինչ չկար։ Այ մարդպես ինչ լավ ես ուխտ ես, կար ես, ոչխար ես, ինչ։ Այսինքն ես այնց եմ մտածում, եթե եկեղեցին լավ հոգապարծու ունենար, ժամանակին կարող էր այդ մուտքերը լրիվ իմի բերեր հավաքեր, ընդհանուր Փերիա գավառի հայկական գյուղերին նա մինչև 10-րդ ժողովրդին ուսում կտար, բայց ինձ իր համար չէ լավ, ճիշտ է դպրոց ուներ, բայց ինչ դպրոց, գոնե իրանց համար ուներ, ես այդտեղ եմ զարմանում, ուրիշ բան ինձ պետք չի, ավելորդ բան չեմ ուզում խոսամ, բայց դա տեսակ իմ գլխի մեջ տեղ չի անում, բայց շուրիշկանի տարածությունը, հողային տարածությունը, ցանկային տարածությունը այնքան լավ չի եղել, գետառի ջրից չէին օգտվում, Yaylag լավ են ունեցի, արոտավայրեր, բայց չորեղեն տարիքին շատ չորեղեններ ունում, հողագործի համար լավ չէր, այսպեսի մի ասացված կա Փերիա, գնա շուրիշկանցի հետ մեր թերան աշխատում էր, կարծեր բադիկյան ծորեն առնում էր, դա շաբուլաղ աղում էր, պերան շուրիշկան ուտում էր, դա մի քիչ հողագործի համար լավ չի, Դե իրան գիտեմ, ոնց ուզում են ապրում էին, լավ ժողովրդին, քաջ ժողովրդին, բայց այդ հոգապարծություն, եկեղեցի հոգապարծություն, արարքը ես չեմ ուզում մարդկային արարք ընդունեմ, օրինակ ես հոգապարծության հետ խոսացել եմ, մի հատ Մեսրոպ Ստեփանյան կա, ինքն ասում էր, ես որ դպրոց հոգապարծու եմ, մի տարվա մեջ 1000 հատ ոչխարի աղիք են ծախի, դե մնացյալ տես ինչ կլինի, այդ ինստենց կորչում էր, թով էր ուտում, ինչ էր ունում, սարուցոր տիրտերի փոր, ոնց կլինի, տերտերի կամպիտի ուտի, լավ է, դլետ, անցանքից, Միլագերդ լավ գյուղա, Միլագերդն ունի ազգային դպրոց, ունեցել է, հենուց դեռ ունեցել է, Ղարվուն, ամենաթե 4 հատ գյուղից հետո Ղարվունն է, Ղարվունի հողային տարածությունը շատ բերի էր, մեծ մասը գետառի ջրով էր ջրվում, Ղարվունը ոչ մի ժամանակ չորություն չի տեսել եւ Ղարվունի հողագործությունը միշտ հարուստ է եղել, ապրուստով լավ է եղել։ Ես պետք է ասեմ, որ Ղարվունցին միշտ արտադրել է, արտահանել է։ Հացահատիկից սկսած կարտոֆիլից կե շատ լավ։ Ծառից, ծառաստանից, չենինչից, ամեն բանից արտահանել է, շատ քիչ ժամանակապատեոր Ղարվունցին դրսից անասնակեր կրի։ Ուրիշ բան չէ, մենակ անասնակեր, շատ քիչ ապատեոր։ Ղարվուն շատ լավ է։ Նախ Ղարվունը ևս ուներ իր ազգային դպրոցը, իրանց ուժերով սարքված, լավ դպրոց է, բայց ունի գրադարան, շատ լավ գրադարան ուներ, բայց պետք է ընդհանուրի համար մի բան ասեմ։ 1936 թվականին Կերմանացանց թելատրանքով Ռզաշահը Պարսկաստանի բոլոր ազգային դպրոցներ փակեց դրած մեկտեղ եւ հայկական ազգային դպրոցները։ Այն օրվանից էլ իրավունք չի տրվի, որ հայոց մայրենի լեզուն օրենքով դասավանդվի։ Դասավանդում են, բայց ոչ օրենքով։ Սովորան լավ գյուղեր, շատ լավ գյուղեր, Սնգերդել ուներ իր դպրոցը, ես վերջերը կե բոլոր գյուղրանքներն ունի պետության կողմից կար, բայց մինչև այդ որ պետության կողմից լիներ, իմ խոսքը այդ դպրոցների մասին է։ Այնց որ Փերիայում կրթության շատ ուսումնատեն ժողովուրդ են եւ կրթության համար լավ հոգս են տարի։ Սնգերդել ուներ լավ դպրոց։ Հիմա կանք հողային տարածության մասին խոսանք, տեսնենք այդ բոլոր այդ մեծ ու փոքր գյուղերից որը շատ հողային տարածություն ունեցի։ Դրանք դրիվ այդ հողագործներին, գյուղի հողագործներին ես իմիամ հավաքել եւ իրանց միջոցով հաշվարկել եմ։ Սնգերդ հայկական գյուղը Փերիա գավառի բոլոր հայկական գյուղերից շատ հողային տարածություն ունեցել, ցանկային տարածություն։ 100 տնվարի սնգերցիները ունին 1800 հեկտար հող, ցանկային տարածություն, բացի արոտավայրերը։ Այդ ցանկային տարածությունը մեծ մասը թողմշողն էր։
Թողմուշով հասկանում ենք մի տարի ցանվի, 2 տարի, 3 տարի չցանվի։ Եվ հողերի մեծ մասն էլ իրանց սեփականությունն է եղել։ Սնգերցին լավ արոտավայր ունեցի։ Մենակ աշնան սեզոնին, որ հոտվոյները սարերից իջնում են, Սնգերտ բավականին պարսկերեն կոչվում է ալավչար, հոտվոյներից արածացնելու փողին առնում, Ինչքան լսել եմ, մինչև 30,000 թումանի շուրջ ալավչար են առնում սնգերցիները։ Սնգերցիները լավ դաշտավայր են ունեցի, արոտավայր են ունեցի, լավ սեր, լավ կաթա, հայկական կաթա։ Սերն է Հայաստան չգիտի այդ սերն որ ասում եմ ինչ է։ Սերը կաթի երեսի եփած սեր։ Սնգերդու սերն էլ, Ճիշտ չեմ ցույց։ Ում սեր չէ, սեր, լավ ծվածեղ, Սնգերդ, Հադան յուղը, Հադանի յուղը, շատ անուշ ոտ ուներ, շատ, քան որ Հադանի դաշտավայրը լրիվ այդ բնական ծաղիկներով, տեղապույսերով, համու, հոտով ու շատ լավներ է, Հադան էլ ուներ իր դպրոցը, իր գրադարանը, մի խոսքով, որովն էլ լավ ժողովուրդ են, աշխատասեր ժողովուրդ են, ստեղ մեկ չել մտնենք այդ քաղաքական կյանքի մեջ, Պերյա գավառում, ասեցի ան առաջ, Բոլորանը և Խոգյանը դաշնակցության բնօրանն են, իսկ Ղարվունը և Տրախտակը համայնավայրների։ Ուրիշ կեղրանք էլ այդ կազմակերպություն եղել է, դաշնակցություն, հենչականություն, բանվեյներ, լիբերալը, ռամկավար և համայնավար։ Ռամկավայրները ենքան տեղ չունին, հենչակյանները տեղ ունին, դաշնակցականները համայնավայրները, բայց մի պան մնաց պակաս, Սանյվարան գյուղի ես 3 տարի ընդեղ կուս կազմակերպչական աշխատանք եմ տարել, 80 անդամ ունենք, բայց ես չէի կարող հասկանալ Սանյվարանցու ոգուն մոտիկ այդ համայնավարությունը թե չէ, ոչ համայնավարությունն էր մոտիկ, ոչ դաշնակցություն, ոչ էլ հնչակյանությունը, Սանյվարանցու մի բան կար, եկեղեցի, կրոն, հավատք և եկեղեցի։ Երբ որ խոսում ենք եկեղեցիների մասին, ընդհանուր Պերյա գավառում ես պետք է ասեմ, որ առաքելական եկեղեցու համայնք էին, առաքելական եկեղեցուն էին պատկանում։ Բաներ եկան, եղբայրական, պրոտ, այսինքն կաթոլիկներ, եկեղեցի սարքին, դպրոց սարքին, բայց օգուտ չունեցավ, ոչ մի հատ, փլացրեցին, չթողեցին սերմերը ծիլեր տվի։ Սանյվարան չթողեցին, ոչ մի կուսակցության սերմեր ծիլ տան։ Իմ քերի Դավութի տղա Խանլարը իբր թե դաշնակցական է Սանյվարանը։ Իսկ գաղափար չուներ դաշնակցությունը։ Չէր գիտի ինչ էր ասում։ Էդ այնց էր։ Ուրիշին մնաց ընդեղ։ Հիմա այդ ամառոտ եկանք ասանք Պերյա գավառից մոտավորապես 10-18 հատ գյուղի քարտեզա գրել եմ, քարտեզան կազմակերպել եմ։ Ամեն մեկը իր բոլոր, իր ամեն մանրամասներով։ Եվ անցնել եմ Հայաստանի ազգագրության բաժին։ Լրիվ մանրամասը տեղեկագրություններ եմ գրի, խորքից։ Սրանք այդ արխիվային նյութերն են, որը պարզացրել եմ, սրանք էլ պետք է անցնեմ, սրանք արխիվային նյութեր են, տեղեկություններն առաջով հավաքել եմ, պետք է անցնեմ արխիվ, եթե մարդ կա, երբ կարիք կսկա մեկ օր, թող էտա հանդիպի։
Իմը անցնենք չարմար։ Ես այդ Փերիայի գեղրանքը դրիվ նկարանել եմ, հեն օրեն ասել եմ, մի քիչ առաջ, մի քանի օր առաջ ասեցի։ Դրիվ աչից, ծախից, այս կողից, այն կողից, բարձունքից, ցածից, յուրաքանչյուր գյուղը 4-5 կողմից նկարել եմ։ Գերեզման, դպրոց, եկեղեցի, դրիվ դրան նկարել եմ, բերել եմ, հասնել եմ արխիվ։ Չարմարը գնացի, 2 անգամ գնացի չարմար։ Ցավոք չարմար գնալուց իմ ուղեկցողը երիտասարդ էր։ Այն ինչ որ ինձ պետք էր չկարացի ձեռը բերել։ Ճիշտ է նկարել եմ գյուղրանքը, գերեզմանները ու տենց բավականին նկարաններ կատարել եմ, բայց խորքից չեղավ։ Պատմությունը պետք է խորքից սկսես։ Խորքից սկսես, որ կենթանանա։ Պատմությունը չի կարելի մի կտոր մի տեղից վերցած մի կտոր մի տեղից լավ մնում է կամ վատը մնում է, դրանք պետք է իրար հետ լինեն։ Ցավոք այդ բանը չեղավ։ Եկա գնացի քյազազ էլի ուղեկցողս երիտասարդ էր։ Այն ինչ որ պետք էր միած չգիտեր, եղյակ չէր։ Այդից գնացի Ղարաղան։ Ղարաղան փառք ասում, այդ 5-6 սատ գյուղին լրիվ գնացել եմ, նկարել եմ։ Ղարաղան լավ, ամառվա համար շատ լավ է, լավ օդ ունի, լավ ջուր ունի, այդ բլույները, բարձր բլույներ են, հետո խոտի ծածկույթ, լրիվ այդ ուղի իրեսը ծածկված է, տեղապույսերով, ես ինչա սինձա, ես ինչա մեր մարամը ծաղիկա, ես ինչա ուրցա, ես ինչա բլճարուխա, ես ինչա սերողունդա ու շատ հարուստ է։ Ղարաբաղի դաշտավայրը, Փերիայի դաշտավայրի նման տեղապույսերով հարուստ է, հարուստ տեղապույսեր կա։ Փերիա գավառում կա Գազանգվի գավան, բայց ես Հայաստանում Գազանգվի գավան չեմ տեսել, Արևելյան Հայաստանում կը չկա։ Ուրիշ այս շրջաններում անը մեկի չկա։ Քրդեր Դոբրաթավատ լավ կա, Դալանաս Սարը, հենց ինքը Գազանգվի, ոնց ասեմ, բնորանն է, շատ լավ Գազանգվի գավան կա։ Գազանգուն օգտակար հունք է, և տեղապույսը և քասավենիք սարքելու համար։ Անցնենք Բուրվարի։ Բուրվարի գնացի էլի էթան, բայց խոշ մնիվ, եթե լավ ծանոտ մարդ, տեղյակ մարդ չկա, այդմ որտեղ։ Վերջը գնացի Թեհրան ճարեցի Զորաբխանի։ Զորաբխանի հետ վաղուց վեր ծանոթ էի։ Զորաբխանի թիմին, որ կարողանա տեղյակ մարդ ուղարկի ինձ հետ Բուրվարի։ Գնացի դժբախտաբար խեժմարդը անկողնային հիվանդ էր, չկարողացավ, բայց տղին ուղարկեց ասատար ծանոթացրու բաների հետ կոմիտաս երկչա խմբի հետ ընդեղ կասեն, կոգնեն իրան։ Արա ծանոթացյաց եսել մի անգամ, 2 անգամ գնացի, տեսա չէ։ Սրանք իրանց պատմությունը կենտանացնելու համար սպասում են ֆինանսի, թե ֆինանսնով պիտա, ես խոչունի։ Այսինք ֆինանս էլ պետք չէր, ֆինանս պետք չէր։ Ընդեղ ապարատն իմն էր, ֆիլմերին իմն էին, ծրագրով նկարող եսի, ընդեղ մենակ մնում էր, ընդեղ մեքենա ունեին, բենզին առատ էր, մենակ հացներ մնում այդ բացատրությունը, ընդեղ ֆինանս էլ պետք չէր։ Թե չի այդ մարդիկ համագործակցեցին, ինչու չօգնեցին, որ այդ պատմական արժեքները կորստից փրկենք, ես զարմացա, թող եկա, Ռաշտ եմ գնացի, Մազանդրան եմ գնացի, ի վերջո որտեղ հայկական կրթական օջախայելի ես գնացել եմ դրա հետևից եւ իմ կարիատ չափով հավաքել եմ, ինչ որ բերել, նկարել եմ, հավաքել եմ, գրքերն եմ հավաքել, ասի օին գրքերը արդեն գնացել եմ, տեսել եմ, պետք է տանեմ հանձնեմ, ընդունեցին գրքերը, մոտավորապես 50-60 կտոր գրքույկ լրիվ Իրանահայի պատմությունը, լրիվ։ Սրանք էլ են արխիվային նյութերն են իմ տեղեկագրության, սրանք էլ պետք է անցնեմ արխիվ։ Վարվեց։
Մենք այն թեմայի շուրջ, որ խոսացել ենք, ինչ-որ մի քանի հարցեր շրջանցել ենք։ Հիմա պետք է անդրադառնամ այդ հարցերը։ Ստեփանոս Երեցը ժամանակի Տերյակ գավառի պատմության հիմնադիրը, կարելի ասել պատմահայրը, ժամանակարարական լավ պատմություններ, փաստեր է հավաքել և կազմել պատմություն։ Այդ պատմությունը անտիպ է մնացել, դեռ մինչև հիմա լույս աշխարհ չի եկել։ Ես մի առիթով հանդիպել եմ պարոն Լևոն Մինասյանին, որը տնօրենն է Նոր Ջուղայի մատենադարանի և տպարանի։ Այդ առիթով խոսեցել եմ ինչ-որ պատճառաբանություններ բերեց, բայց ինձ համար անընդունելի են։ Ինձ համար կա ուրիշ պատճառաբանություններ, որ ես հասկանում եմ, բայց իրավունք չունեմ խորանալ, այդ պատճառաբանություններն են։ Մենակ միայն խնդրեցի, որ եթե կարելի է լույս աշխարհ բերեք։ Այդ երկրորդ հարցը, որ ևս շրջանցվել է, Դաշկաշան գյուղի Տեր Կիրակոսն է։ Տեր Կիրակոս հայրը մեր նախնիներից է եղել Դաշկաշանի։ Ժամանակին ուժեղ բանավարչական աշխատանքներով է զբաղվել և այդ ժամանակը բավականին գրչակիր մատյաններ է հավաքել, ավետարան, աստղաշունչ, ճաշուր, տոմար, ասնավուրկ և այլն, և նվիրել է եկեղեցիներին։ Մի մասն է պահել է իր մոտ, այդ մի մաս անցել է իր ժառանգության Դաշկաշանում։ Ֆրեյդուն խանի կողոպուտի ժամանակ, այսինքն մի քանի գյուղեր Տերյակ գավառում ավերվել են նաև Տեր Կիրակոսի ժառանգության տները։ Այնտեղ բավականին պատմական արժեքներ կորել են, անհետացել են, մի մասը մնացել է իր ժառանգության մոտ, որոնք հետո գաղթել են և բնակության զբաղվում գյուղում, իսկ ամենակարևորը 900 տարեկան ավետարանն է, որ գերի է ինգել ո՞մ է լորից երկն, Չարմալից։ Այդ տարել է Չարմալ և Չարմահալ վաճառել է Միրզախանյան եղբայրն է։ Դա շատ կարևոր արժեքավոր ավետարան է, ունի 280 թերթ մակավատյա տղտեր և բոլորագիր գրված է, ձեռագրով գրված է բոլորագիր տարերով։ Այդ ավետարանի պատմության համար ես բավականին բան եմ գրել, բայց այս վերնագրի տակ, ինչպես է տուն դառնում գերին։ Տեսեք, այդ ավետարանը, որտից Հայաստանից գաղթեցել են տարել են Փերիա ընկել է Տեր Կիրակոսի ցերկը, Տեր Կիրակոսից անցել է ժառանգության, ժառանգությունից ավերվել է Դաշկաշան գյուղը, տարել են Չարմահալ, Չարմահալ ծախել են հայերին, Միրզախանյանները այդ ավետարանի պատճառով Չարմալից գաղթել են եկել են Դարաբուրդ Տերյակ գավառ, Դարաբուրդ գյուղ, ընդից Նամակերտ, հետո եկել են հանգրվանել են Ղարբուն գյուղում։ Այդ ավետարանը Ղարբունցիների, Իլանչյանները և Ղարբյանները Դաշկաշանցի են, այդ Տեր Կիրակոսի ժառանգությունն է։ Երբ որ Միրզախանյանները գալիս են հաստատվում են Ղարբուն գյուղում, մինչև այդ արդեն Դաշկաշանից վերաբնակվել են Դիլանչյանները և Ղարբյանները, որն են Տեր Կիրակոսի ժառանգությունը։ Այդ ավետարանը բոլորի ուշադրության կենտրոնում է եղել մինչև ևս Դիլանչյանների, Ղարբյանների և Մարկոսյանների ջանքերով եկել է և դարձել է հայրենիք և մտել է Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան, անգրվանել է հնատիպ գրքերի հետ։ Կան ուրիշ փաստաթղթեր և Դիլանչյան Թորոսի ժառանգությունից, Արշալուս Դիլանչյան Ճաշոյի անձին ևս գրչակիր, Արշալուսի տղայի մոտ, Վարդանի մոտ ևս կա գրչակիր, ավետարան, Տերչի անձնվել, կա
Եփրեմվերդի Դիլանչյան Սուլտանի մոտ դրանք էլի Տեր Կիրակոսի հավաքված արժեքներն են։ Դաշկաշան ասելով, Դաշկաշան մենք դաշկաշանցիկս եղել ենք, երկու դաշկաշան է եղել Հայաստանում, մեկը Երևանի դաշկաշան թաղամասը, մեկն էլ Ղարաբաղի շրջան Հադրութի մոտից հարավընկած դեպ Պարսկաստանի սահմանը, այդտեղ էլ կա դաշկաշան գյուղ։ Կամ Երևանի դաշկաշանից ենք մենք կարդել կամ այդ գյուղից, որ մտնում է Ադրբեջանի կազմի մեջ։ Էդ էլ մեր նախնիներ թե որտեղից են քշվել։ Անցնենք երրորդի։ Մենք խոսեցինք Նամագերտ գյուղի։ Նամագերտ գյուղացիները որտեղից են սերված։ Եվ ամենակարևորը մնացել է։ Նամագերտ գյուղում Քալանթար բեգլարը մի շատ պատկառելի անձնավորություն է եղել ժամանակին եւ Հերյակավառում Կավառապետի պաշտոն է վարել։ Բացի դրանից Քալանթար բեգլարը շատ ուսումնատենչ մարդ է եւ բարի մարդ, դեպ ազատությունը ցկտող։ Առաջին անգամ Հերյակավառում որ դպրոցը հիմնադրվել Քալանթար բեգլարի շնորհիվ այելի։ Քալանթար բեգլարի համար կա կոնդակ, որը նոր ջոհայ ամրագրության բանկի հոգեվարանի կողմից է տրված։ Պարսկերեն կոչվում է Թաշվիղ նամե։ Այդ կոնդակի մեջ բավականին մեծարված է Քալանթար բեգլարը եւ իր գործերը գնահատված են։ Այդ կոնդակը Կաղապարի մեջ սիրուն, ապեկը պատված, անցել է սերնդե սերուն, մինչև եկել է Հայաստան։ Հայաստան գտնվում է Տեր Խաչիկի տան, ասենք Տեր Խաչիկի տղա Հրաչի մոտ, պատին կախած, ես տեսել եմ, ես Ռազմիկ, իմ տղայի հետ Ռազմիկի հետ երկու անգամ գրասամ հանդիպել եմ, այդ արժեքավոր թղթի երեսը պատճ են վերցնեմ, նաև ուրիշը կա Հերյակավառի ամենաառաջին տոհմածառը, որ կազմվել է էլի Տեր Խաչիկի տղայի ձեռքով, դրանք եթե կարելի է պատճ վերցնեմ հասնեմ արխիվ, չտվեց, մերժեց, բայց շատ արժեքավոր պատառիկ է, որպես գնահատական, որպես կոնդակ, որպես մեծարման միջոց, այսինքն այդ Քալանթար բեգլարը այդ արժանիքն ունեցել է, դրանք անժխտելի փաստեր են, ով էլ որ ուզենա դրան դենտուսկա չի կարող, քանի որ փաստը կա, ես տեսել եմ։ Տեղից անցնենք հաջորդը։ Մենք մի քիչ առաջ խոսեցել ենք Վերին Փերիայի գեղարքի մականունների մասին։ Հիմա եթե էստի չխոսենք Ղարվում գյուղի Նամագերտի սվարանի մականունների մասին, մի քիչ են չի լինի։ Մարդիկ կմտածեն մենք ուրիշների բանեկար ձեռք են գալ, չէ, տեն չի։ Նամագերտ գյուղում այսպիսի մի մականուն կա, պատմության մեջ էլ գրված է։ Մարդը Նամագերտի զանը Ղարվենի, բայց այդպես չի այդ մականունը։ Մականունը շնորհել են Չարլան խաների մարդիկ, ինչ որ Փահլևան եկել է գյուղը, հնում տեսողություն կար, եկել է գյուղ Նամագերտ, և հայտարել է հայ գյուղրաքին, ով ուզում է իմ հետ մրցի, ես ինք կոշտիկիր, ով չի մրցում, պետք է իմ հարգուտուր կտայի թապ։ Նամագերտիները մրցում են հետ են, բայց պարտում են, ես Ղարվունից է Չարլան խաների մարդիկ մինչև հետ ճանանչել են Տեր Մեկրտչի հարս խանոմ Հայկանուշին, որ իսկականից բնական ուժ ունեցի, շատ աղտանտանքիներ է բնական ուժ։ Սրանք մտածել են տիկին Հայկանուշը կարող է սրա հախից կա։ Եկել են խնդրել են տերտերից, տերտերը չի համացայվի, բայց վերջո։ Ասել է թե իմ գյուղացիներից 10 երևելիներ իմ արսի թիկունքին կանգնեն կետան կուղարկեմ, և տենց էլ անում են։ Երբ որ այդ մեն Նամագերտ ընդի Փահլևանը շատ են եղանում, որ արվունցիներին ծաղրել են և կին են ուղարկել ինձ են մրցելու։ Ելեք մրցեիք տիկին Հայկանուշն լավ է Փահլևան ջան, մեկ էջ գանգստանենք հետո։ Փահլևանը իրան հարկելու համար նստացում է իր կողքի։
Բարևան է մի ծունգը, մի վոդը ծալած տակը, մի ծունգը սեց կիսապան։ Դեկեն հայկանուշ է նստում է, խանում հայկանուշ նստում է տրակ կողքին։